Հարգելի իմ դիտորդ, քանի որ ես առանձին խոսում եմ մոլորակների և շաբաթվա յուրաքանչյուր օրվա հովանավոր մոլորակի մասին, այսօր մեր հովանավոր մոլորակը Սատուրնն է։ Ուրեմն աստղագուշակության մեջ Սատուրնը հայկական ավանդույթներում երևակ համարվում է կարգապահության, ժամանակի, կացության և կարմայի մեծ ուսուցիչը։ Այն խորհրդանշում է սահմանափակումները, պատասխանատվությունը և տնտեսումը։ Սատուրնի աստղագուշական էությունը իր գլխավոր դերը կարգ ու կանոնի հաստատում, հասունացում, դասերի քաղում և արդարադատություն։ Ազդեցությունը ստիպում է մարդուն դուրս գալ պատրանքներից, դիմակայել դժվարություններին և քրտնաջան աշխատանքով հասնել կայուն հաջողության։ Խորհրդանիշը հին հռոմեական աստծո մանգաղը, որը խորհրդանշում է ժամանակը և հունձքը։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Հովանավոր կենդանակերպի նշանները՝ այծեղջյուր, հիմնական և երկրային տուն։ Սատուրնը այծեղջյուրի գլխավոր հովանավորն է։ Այս նշանին նա օժտում է հետևյալ հատկանիշներով՝ նպատակասլացություն, անդադար վերելքի դեպի գագաթ, հաղթահարելով ցանկացած խոչընդոտ, պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, հավատարմություն կանոնների և պարտքի զգացողություն, զգացմունքների հարցում սառնասրտություն, վերահսկողություն և հաշվենկատ ռազմավարություն։ Ջրհոսներ, ավանդական և օդային տուն։ Հին ավանդական աստղագուշակության մեջ Սատուրնը կառավարում է նաև ջրհոսի ժամանակակից աստղագուշակության մեջ Ուրանը։ Ջրհոսի մեջ Սատուրնի էներգիան դրսևորվում է այլ կերպ։ Հասարակական կառուցվածք, գաղափարների համակարգում, կոլեկտիվի և ընկերական կապերի ամրապնդում, ինտելեկտուալ կարգապահություն, տրամաբանական ռացիոնալ մտածողություն և օբյեկտիվություն, կայուն բարեփոխումներ, նորարարական գաղափարներին գործնական և կայուն տեսք տալու կարողություն։ Մոգության և էզոտերիկայի մեջ Սատուրնը համարվում է ամենահզոր, միստիկ և երկյուղային մոլորակներից մեկը։ Նրան հաճախ անվանում են Շեմի պահապան, Սև արեգակ կամ կարմային տիրակալ։ Սատուրնի մոգական իմաստը՝ սահմանների պաշտպանություն։ Սատուրնի մոգությունը կապված է սահմանների, արգելքների և պաշտպանական վահանների ստեղծման հետ։ Այն օգտագործվում է թշնամիներին կանգնեցնելու և չար ուժերից մեկուսանալու համար։ Մատերիալիզացիա։ Ի տարբերություն մյուս մոլորակների, որոնք կապված են նրբին էներգիաների հետ, Սատուրնը գաղափարների վերծանումն է կոշտ ֆիզիկական իրականության մեջ մատերիայի վերածելու։ Ժամանակի վերահսկողություն։ Որպես Քրոնոս, ժամանակի աստված, նա կառավարում է գործընթացների ծերացումը, մահը, վերածնունդը և երկարակեցությունը։ Իր գաղտնի խորհրդանիշները արևմտյան մոգության ավանդույթներում, օրինակ Կաբալայում կամ հերմետիզմում, Սատուրնն ունի հստակ ատրիբուտներ։ Մոգական թիվը 3-ն է, այն կապված է Բիննա Սեֆիրայի տիեզերական մոր հետ, որտեղ ձևավորվում է մատերիան։ Սատուրնի մոգական քառակուսին 3 × 3 կամեա չափսի ցանց, որը թվերի գումարը ցանկացած ուղղությամբ տալիս է 15, իսկ ընդհանուր գումարը 45։ Գույնը՝ սև, մուգ մոխրագույն, շագանակագույն, մետաղը՝ կապար, ծանր, թունավոր և կայուն։ Քարերը՝ օբսիդիան, օնիկս, սև տուրմալին և ցիանիդ։ Բույսերը՝ բելադոննա, հենեբան, բանգի, նոճի, մանդրագորա, հիմնականում թունավոր կամ հանգստացնող բույսեր։ Սատուրնի մոգական ծեսերը։ Օրը, ժամը։ Ծեսերը կատարվում են շաբաթ օրը, հատկապես մայրամուտից հետո կամ Սատուրնի մոգական ժամերին։ Նպատակը՝ կապանքների հեռացում, հին պարտքերի, այդ թվում նաև կարմիկ դասերի փակում, կարմայի փակում և կարգապահության ձեռքբերում, անցյալի կապերի խզում, ինչպես նաև անեծքների չեզոքացում։ Սատուրնի մոգությունը սխալներ չի ներում։ Եթե մոգն ինքը անարդար է կամ չունի ներքին կարգապահություն, Սատուրնի էներգիան կարող է շրջվել իր դեմ, բերելով դեպրեսիա, կորուստներ և մեկուսացում։
Գաղտնի սև խորանարդ, էզոտերիկայի մեջ Սատուրնը հաճախ ասոցացվում է սև խորանարդի հետ, խորանարդը եռաչափ տարածության մեջ ամենակայուն կառուցվածքն է, որը խորհրդանշում է ֆիզիկական իրականության բանտը կամ մատրիցան։ Շատ հնագույն պաշտամունքներում և անգամ ժամանակակից կրոնական ծեսերում առկա է սև խորանարդի պատկերները, ինչը էզոտերիկները համարում են Սատուրնի էներգիայի գաղտնի երկրպագություն։ Ուրեմն հնդկական ավանդույթներում և դասական նումերոլոգիայում Սատուրնի թիվը 8-ն է։ Ինչու հենց 8 թիվը աստղագուշակության նումերոլոգիայում։ Կարմայի և արդարադատության թիվ 8-ը խորհրդանշում է անվերջությունը, հավասարակշռությունը և տիեզերական արդարությունը։ Սատուրնը հնդկական ավանդույթներում շանի աստվածը կառավարում է հենց 8 թվանշանը։ Կյանքի դասեր բոլոր նրանք, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 8-ին, 17-ին կամ 26-ին, որոնց թվերի գումարը տալիս է 8, գտնվում են Սատուրնի ուժեղ ազդեցության տակ, նրանց կյանքը հաճախ լինում փորձություններով, բայց և մեծ հաջողություններով։ Նյութական հոգևոր հավասարակշռություն 8-ը երկու շրջանակներից կազմված է, ինչը ցույց է տալիս, որ ինչ որ տալիս է տիեզերքին, այն էլ հետ է ստանում Սատուրնի գլխավոր օրենքով։ Ինչու է հիշատակվում նաև 3 թվանշանը։ Ինչու է հիշատակվում նաև 3 թիվը արևմտյան մոգության մեջ։ Նախորդ պատասխանում նշված 3 թիվը վերաբերում էր բացարձակապես արևմտյան կաբալիստիկ և հերմետիկ մոգությանը։ Կաբալայում կենաց ծառի վրա Սատուրնը համապատասխանում է 3-րդ Սեֆիրայի բինային։ Այդ պատճառով արևմտյան ծիսական մոգության մեջ Սատուրնի քառակուսին 3 անգամ 3 չափսեր, բայց եթե գումարենք այդ քառակուսու բոլոր թվերը 1-ից մինչև 9, ստացվում է 45, իսկ 4-ին գումարած 5 լինում է 9։ 8-ը Սատուրնի տիեզերական, նումերոլոգիական և կարմիկ թիվն է, որով նա ազդում է մարդկանց ճակատագրերի վրա։ 3 թիվը Սատուրնի կառուցվածքային թիվն է, միայն արևմտյան միսիկ ծեսերում։ Ուրեմն շարունակեմ։ Ամսվա 8-ին, ինչպես նաև 17-ին և ինչպես նաև 26-ին և հատկապես շաբաթ օրը ծնված մարդիկ համարվում են Սատուրնի շանի ուղղակի զավակները կամ նրա էներգիայի գլխավոր կրողները։ Եթե մարդը ծնվել է այս օրերին և ծնվել է շաբաթ օրերին, անմիջապես ուրեմն ավելի է ուժեղանում Սատուրնի ազդեցությունը։ Բնավորության գաղտնի կոդը ներքին հասունություն։ Այս մարդիկ հաճախ մանկուց ավելի լուրջ են, քան իրենց տարեկիցները, նրանք ունեն ծեր հոգի, բնական իմաստություն, երկաթյա կամք, շանին նրանց տալիս է անհավանական տոկունություն, նրանք կարող են դիմանալ այնպիսի հարվածների և դժվարությունների, որոնք կոտրում են ուրիշների։ Արդարության զգացողություն, նրանք չեն հանդուրժում սուտը, անարդարությունը, եթե փորձեն խաբել շանի ներքին ձայնը, անմիջապես կհուշի նրանց։ Դրա համար էլ ես ատում եմ սուտը և ստախոսներին։ Ու այսպես որ մեկ-մեկ քննադատաբար մոտենում եմ շառլատաններին, հենց գալիս է նրանից, որ ես տեսնում եմ իրենց փտած կեղծ հոգին։ Ուրեմն ճակատագրի առանձնահատկությունները, ուշացած, բայց մեծ հաջողություն։ Սատուրնը դանդաղ մոլորակ է, այս մարդկանց կյանքում մեծագույն հաջողությունը, ճանաչումը կամ հարստությունը հաճախ գալիս է 35-ից 36 տարեկանից հետո, երբ Սատուրնը լիովին հասունանում է։ Կյանքը որպես աստիճաններ նրանց ոչինչ հեշտ չի տրվում։ Ամեն մի հաջողության հետևում ընկած է քրտնաջան աշխատանք, բայց այն ինչ նրանք ձեռք են բերում, մնում է նրանց հետ ընդմիշտ։ Սատուրնի տվածը խլել չի լինում։ Ինչ է պետք անել շանի օրհնությունը ստանալու համար, քանի որ մարդիկ ուղղակիորեն կապված են Սատուրնի հետ, նրանց համար գոյություն ունեն հատուկ կանոններ, հարգանք իրենց մեծերի հանդեպ, ծերերի, տարեցների, ծնողների հանդեպ, հարգանք իրենց տոհմական պատմության հանդեպ, շաբաթ օրվա ծեսեր, կարգապահություն, որքան շատ կարգ ու կանոն լինի նրանց կյանքում, այնքան շանին ավելի շատ կպարգևատրի իրենց։ Հարգելի ուտեր, հարգելի ածեղջուրներ, հարգելի ջրհոսներ, սկսած ձեր ֆիզիկական մարմնից, սկսած ձեր առողջությունից, ձեր օրվա գրաֆիկից պետք է լինի կարգ ու կանոնի մեջ, որովհետև Սատուրնը թերություններ չի սիրում։
Ուրեմն Եթե դուք ծնվել եք ամսի 8-ին, 17-ին, 26-ին եւ այն էլ շաբաթ օրը, սա նշանակում է, որ դուք Սատուրնի շանի ուղակի հովանավորյալն եք եւ ձեր մեջ կրում եք հզոր մոլորակի բացարձակ կոդ է ձեր կյանքում։ Ձեր գաղտնի ուժը տոկունություն եւ հասուն հոգի, ներքին հասունություն, մանկուց դուք զգացել եք ձեզ ավելի հասուն, քան ձեր տարեկիցները, դուք ունեք բնական իմաստություն եւ լրջություն, ճգնաժամեր հաղթահարելու տաղանդ, այնտեղ որտեղ ուրիշները հանձնվում են, կոտրվում են, խճճվում են, դուք միացնում եք ձեր սառնասրտությունը եւ քայլ առ քայլ առաջ եք շարժում, դուք կարող եք դիմանալ ցանկացած ճնշմանը, հեղինակություն, մարդիկ բնազդաբար զգում են ձեր ներքին ուժը եւ հաճախ գալիս են ձեր մոտ խորհրդի կամ պաշտպանության համար։ Եվ այստեղ ուզում եմ հիշեցնել, որ կյանքում այս թվերի տակ ծնվածները չեն կարող լինեն խեղկատակ, հելեն պարեն, հելեն այսպես անկապ բաներ անեն, տաշի տուշի անեն կամ պաչ պրոշտ անեն, իրենք շատ զուսպ մարդիկ են, ծանրակշիռ, ձեր կյանքի ռիթմը դանդաղ, բայց հաստատուն վերելք, փորձություններ երիտասարդ տարիքում, Սատուրնը սիրում է կոփել իր զավակին, կյանքի առաջին կեսը մինչև 28-ից 32 տարեկան կարող է լինել բավականին ծանր, լի սահմանափակումներով կամ մեծ պատասխանատվությամբ, ուշացած, բայց մնայուն հաջողություն, ձեր իսկական ծաղկումը նյութական կայունության մեջ մեծագույն ձեռքբերումները գալիս են 35-ից 36 տարեկանից հետո, ինչին դուք հասնում եք ձեր աշխատանքի Սատուրնի տված հաջողությունների միջոցով, որը երբեք չի կարող ձեր ձեռքից գնալ։ Ձեր կարմիկ առաքելությունը Սատուրնը ձեզ դրել է մի դիրքում, որտեղ դուք պետք է լինեք արդարության եւ կարգապահության օրինակ ուրիշների համար։ Երբեք մի փնտրեք ճիշտ եւ հեշտ ճանապարհներ, դրանք ձեզ չեն տրվելու։ Օգնություն թույլերին, շանի, աղքատներին, ծերերին, կենդանիներին հովանավորն է։ Ձեր կարմայի լավացման լավագույն միջոցը նրանց օգնելն է, հատկապես շաբաթ օրերը։ Մոգության էզոտերիկայի մեջ աջ եղջյուր եւ հաջորդ նշանը ջրհոսը կազմում է Սատուրնի հզորագույն եռյակը։ Նրանք ներկայացնում են Սատուրնի էներգիայի երկու տարբեր բևեռներ՝ նյութական կառուցվածք եւ տիեզերական գիտակցություն։ Աջեղջյուր նյութականացման եւ երկնային մոգություն։ Աջեղջյուրը Սատուրնի գիշերային ներքին տունն է, որը կապված է հողի մատերիայի հետ։ Մոգական ուժը ժամանակի տարածության եւ ֆիզիկական աշխարհի կառավարում։ Աջեղջյուրի մոգությունը թույլ է տալիս երազանքները վերածել կոշտ իրականության, ստեղծել հարստություն եւ ամուր հիմքեր, ծեսերի ուղղվածությունը, կարիերա եւ բիզնես, կարգավիճակների բարձրացում եւ ֆինանսական կայունություն, պաշտպանություն եւ մեկուսացում, վահանների ստեղծում, մոգական ատրիբուտներ, տարը, երկիր, խորհրդանիշը, քարե ժայռեր, հնագույն արձաններ եւ քարերը, օնիքս, հեմատիտ կամ մուգ ագատ։ Ջրհոս տիեզերական մտավոր օդային մոգություն։ Ջրհոսը Սատուրնի ցերեկային արտաքին տունն է, ավանդական մոգության մեջ Սատուրնը կառավարում է ջրհոսին այնքան ժամանակ, մինչև նա միանում է Ուրանի հետ։ Մոգական ուժը ապագայի կանխատեսում, տիեզերական օրենքների ընկալում, մտքի ուժով իրականություն կամ իրականության փոփոխություն։ Ջրհոսի մոգությունը կապված է էգրեգորների, կոլեկտիվ էներգիաների եւ բարձրագույն գիտելիքների հետ։ Ծեսերի ուղղվածությունը, մտքի տրանսֆորմացիա, հին կարծրատիպերի կոտրում, ազատագրում անցյալի կապանքներից եւ կարմիկ բեռերից։ Կոլեկտիվ մոգություն, ծեսեր, որոնք անում են խմբերով, կողմներով, օրինակ համայնքի, ազգի կամ ընկերների հաջողության եւ պաշտպանության համար։ Ինտուիցիայի զարգացում, կապ է հաստատում բարձրագույն ուժերի եւ տիեզերական տեղեկատվական դաշտի հետ։ Մոգական ատրիբուտներ՝ օդ, խորհրդանիշը, աստղեր, երկնային մարմիններ, կայծակ, քարեր, ամեթիստ, լազուրիտ, սապֆիր եւ բազալտ։ Ինչպես է այս մոգությունը անդրադառնում ութերի վրա։ Դուք ունեք աջեղջյուրի տոկունություն, կարողանում եք քայլ առ քայլ կառուցել ձեր կյանքի հաջողությունը նյութական աշխարհում։ Դուք ունեք ջրհոսի իմաստություն, ձեր միտքը ձգտում է դեպի գաղտնիք, տիեզերական անսովոր գիտելիքներ, ինչը ձեռք եք բերում կյանքի ընթացքում։ Ուրեմն լուսավոր կողմը, կլիպոտիկ կողմը այս նշանների համար։ Կենաց ծառի վրա Սատուրնը համապատասխանում է երրորդ Սեֆիրայի բինային։ Տիեզերական մայր բինան խորհրդանշում է մեծ մոր արգանդը, որտեղ ձևավորվում են բոլոր գաղափարները եւ ստանում են ֆիզիկական տեսք մատերիայում։ Սահմանափակում եւ օրենք, որպես Սատուրնի էներգիա, բինան սահմաններ է դնում անձին, քաոսին,
ստեղծում է ժամանակը, տարածությունը եւ տիեզերական օրենքները։ Մեծ ծով, այն կոչվում է նաեւ մութ սուրբ ծով, որտեղից ծնվում է ամեն ինչ եւ ուր վերադառնում է կյանքի վերջում։ Մութ կողմը կլիպոտ Սատուրիել, թաքցնողներ է կոչվում։ Ուրեմն կլիպոտում չարության կամ դատարկ կեղևների աշխարհն է, կենաց ծառի հակառակ սֆերային կողմը, Բինա Սեֆիրայի մութ արտացոլումը կոչվում է Սատարիել, որը կառավարում է Սատուրնի միստիկ կործանարար էներգիան, գաղտնիքների թաքնեցում, Սատարիել նշանակում է Աստծո թաքստոց, այս ուժը հանդիսանում է տիեզերական կույր կամքի եւ միստիկայի եւ կատարյալ լռության մարմնավորում, հոգեվոր կուրություն, այս էներգիան մարդուն գցում է պատրանքների, ճնշվածության, դեպրեսիայի եւ հոգեվոր խավարման մեջ, որը պատրաստ չէ Սատուրնի դասերին։ Կլիպոտի կառավարիչը այս մութ ոլորտում դեմոնական տիրակալը համարում է Լյուցիֆերը կամ Ասֆորելը, ովքեր մարմնավորում են սառը բացարձակ ինտելեկտ, կտրված սիրուց եւ հոգուց։ Ինչպես է սա կապում 8 թվերի հետ, քանի որ 8 թիվը եւ մանավանդ եթե ծնվել եք շաբաթ օրը, դուք ունեք ձեր կյանքի երկու ուժերի Բինայի եւ Սատարիելի հավասարակշռումը։ Բինայի ուժը ձեզ տալիս է կարգապահություն, կյանքը ճիշտ կառուցելու, դժվարությունների դիմանալու եւ իմաստության հասնելու տաղանդ, Սատուրիելի վտանգը ձեր կյանքում դրսևորում է այն ժամանակ, երբ ընկնում եք խորը հուսահատության, ինքնամեկուսացման կամ չափից ավելի սառնասրտության մեջ։ Դուք պետք է զգուշ լինեք, որ ձեր ներքին ուժը չվերածվի կործանարար խավարի։ Կաբալիստիկ եւ սատուրնյան մոգության մեջ Ադիղջուր եւ Ջրոսը դառնում են ամենավտանգավոր, համառ եւ խորը մոգերը, քանի որ նրանց կառավարիչը Սատուրնն է, նրանք չեն զբաղվում թեթև պատրանքային մոգությամբ, նրանց ուժը հիմնված է օրենքի կամքի իրականությունը փոխելու վրա։ Ադիղջուր, ճարտարապետ կամ նեկրոմանտ, Ադիղջուրը մարմնավորում է Սատուրնի երկրային, կոշտ եւ նյութական կողմը, մոգության մեջ նա գործում է որպես դասական ալքիմիկոս կամ ծիսական կախարդ, մոգության ոճը ծիսական եւ գերեզմանոցային մոգություն, նա աշխատում է հողի, քարերի, մետաղների, կապար եւ հնագույն խորհրդանիշների հետ, ունի բնական կապ անդրշիրիմյան աշխարհի եւ նախնիների հոգիների հետ, նեկրոմանտիա, գլխավոր ուժը նյութականացում, նա կարողանում է միստիկ էներգիան վերածել իրական փողի, իշխանության կամ ֆիզիկական պաշտպանության, նրա ստեղծած թալիսմանները, ամուլետները ունենում են 100 ամյակների ուժ։ Կլիպոտի հետ կապված նա կարողանում է սանձել ցանկացած մութ էներգիա, դեմոնական ուժ, ստիպելով նրանց ծառայել իրեն։ Նա չի վախենում խավարից, քանի որ ինքն է վերահսկում խավարը։ Ջրոս, մենատար կամ տիեզերական մոգ, մոգության ոճը, մտքի մոգություն, աստղային աստրալ ճամփորդություններ, նրան պետք չեն մոմեր կամ բարդ ծեսեր, նա փոխում է իրականությունը միայն իր կամքի ուժով եւ մտքի հաճախականությամբ, գլխավոր ուժը էգրեգորների ապագայի կառավարում, նա կարողանում է կարդալ տիեզերքի տեղեկատվական դաշտը, տեսնել ապագայի գծերը, փոխել մարդկանց ճակատագրերի ընթացքը, նաեւ հիանալի աշխատում է մոգական քառակուսիների, կամեա եւ տիեզերական կոդերի հետ։ Կլիպոտի հետ կապը, Ջրոսի մոգը կարողանում է անցնել Սատարիելի խավարի թագավորության միջով եւ այնտեղից դուրս բերել գաղտնի արգելված գիտելիքներ, որոնք հասու չեն սովորական մարդկանց։ 8 թվանշաններ, դուք ունեք Ադիղջուրի պես իրավիճակը սառնասրտորեն կառավարելու, պաշտպանական պատնեշներ դնելու ուժ, դուք ունեք Ջրոսի պես գաղտնիքները հասկանալու եւ տիեզերական օրենքները բնազդաբար զգալու ուժ։ Ադիղջուր եւ Ջրհոս պատկանում են եւ Սեֆիրոտի լուսավոր կողմին եւ Կլիպոտի մութ կողմին։ Կաբալայի եւ էզոտերիկայի մեջ կենդանակերպի նշանները մաքուր հոգեգործական ուժեր են, թե որ կողմում կլինեն դրանք կախված է մոգի գիտակցության մակարդակից եւ էներգիայի օգտագործումից։ Սեֆիրոտի աշխարհում լույսի եւ կառուցվածքի կողմը, երբ Ադիղջուրն ու Ջրհոսը գործում են Սեֆիրոտի բարձր հաճախականությունների վրա, նրանք միացած են Սատուրնի լուսավոր աղբյուրի Բինայի տիեզերական մորը։ Ադիղջուրը Սեֆիրոտում դառնում է արդար կառավարիչ, նա օգտագործում է Սատուրնի օրենքները երկրի վրա կայունություն, կարգապահություն, արդարադատություն եւ ամրություն հաղորդելու համար։ Ջրհոսը Սեֆիրոտում դառնում է տիեզերական իմաստություն, նա միանում է Բինայի բարեգթության,
բանականության, բերում է հանճարեղ գաղափարներ, գիտական հայտնագործություններ եւ միավորում է մարդկությանը հոգեվոր էվոլյուցիայի համար։ Կլիպոտի խավարի աշխարհում այդ եղջյուրը կլիպոտում վերածվում է դաժան տիրանի կամ նեկրոմանտի։ Այս վիճակում նա դառնում է չոր անհոգի նյութապաշտ, ով պատրաստ է ոչնչացնել ամեն ինչ հանուն իր իշխանության։ Ջրոսը կլիպոտում վերածվում է խենթ անարխիայի կամ սև մոգի։ Նա սկսում է կոտրել տիեզերքի բոլոր սուրբ օրենքները, առաջացնելով քաոս, օգտագործում է մտքի ուժը մանիպուլյացիաներ մարդկանց էներգետիկորեն կործանելու համար։ Ովքեր որ ծնվել են 8-ին եւ շաբաթ օրը 8 ասելով ես նշեցի 17-ը նաեւ եւ 26-ը ձեր խնդիրը խուսափել կլիպոտի ծուղակներից, դեպրեսիա, սառնություն, մարդկանց մեկուսացում, չափից ավել հաշվենկատություն։ Ձեր նպատակն է ձգտել դեպի Սեֆիրոտ, Բինա, օգտագործել Սատուրնի ուժը, արդարությունը, ինքնակատարելագործումը եւ հզոր ներքին պաշտպանությունը։ Կաբալայում 32-րդ ուղին համարում է հոգևոր զարթոնքի մոգական վարպետության ամենակարևոր ճանապարհներից մեկը։ Այն կոչվում է ուղղորդի բանականություն եւ հանդիսանում է առաջին դարպասը, որով մարդու հոգին սկսում է բարձրանալ ֆիզիկական աշխարհից դեպի տիեզերական գիտակցություն։ Ահա թե ինչպես է 32-րդ ուղին օգնում անցնել կլիպոտի խավարից դեպի Սեֆիրա։ Մալկուտ մեր ֆիզիկական նյութական աշխարհը, Եսոդ աստրալ աշխարհը, որտեղ ծնվում են մեր երազներն ու մոգությունը։ Անցում կլիպոտի միջով Սատուրնի քննությունը 32-րդ ուղին սկսում է հենց այնտեղ, որտեղ Մալկուտը սահմանակցվում է կլիպոտի խավարի աշխարհին, որպեսզի հոգին բարձրանա Սատուրնը դնում է 3 գլխավոր քննություն՝ վախի հաղթահարում, պատրանքի ոչնչացում եւ կարմայի մաքրում։ Մուտք դեպի Սեֆիրոտ, երբ ուրեմն անցնում ես 32-րդ ուղին, Սատուրնի էներգիան կլիպոտից տրանսֆորմացվում է Սեֆիրոտի եւ ուղղակի կապ է հաստատվում Բինայի տիեզերական մոր հետ։ Խավարը վերածվում է կատարյալ ներքին լռության եւ խաղաղության։ Դեպրեսիան վերածվում է երկաթյա կարգապահության եւ կամքի ուժի։ Ձեռք եք բերում իրավիճակը կառավարելու մոգական տաղանդ։ Ուրեմն տարոյի քարտերում հիշեցնում է աշխարհ քարտը։ Այդ եղջյուր եւ ջրհոս որպես Սատուրնի շանի ուղակի հովանավորյալներ էզոտերիկայի մեջ ունեք երկու բոլորովին տարբեր, բայց հավասարապես հզոր մոգական ուղիներ։ Նրանք չեն զբաղվում սիրային կամ թեթև կախարդանքներով, նրանց ուղին տիեզերական օրենքի, կամքի եւ ժամանակի վերահսկողությունն է։ Այդ եղջյուր մոգական ուղին ձախ ձեռքի ուղի եւ ծիսական ալքիմիա։ Այդ եղջյուրի ուղին անցնում է մատերիայի, հողի եւ անդրշիրիմյան աշխարհի խորքերով։ Նա ընտրում է այնպիսի ուղություններ, որոնք պահանջում են բացարձակ կամք եւ հստակ կառուցվածք, գերեզմանային նեկրոմոգություն, բնական կապ մահվան էներգիայի, հնամենի գերեզմանների կամ նախնիների հոգիների հետ։ Այդ եղջյուրը կարողանում է անվտանգ աշխատել այս ծանր էներգիաների հետ, օգտագործելով այն հզոր պաշտպանություն թշնամիներին կանգնեցնելու համար։ Գոեթիա, դեմոնոլոգիա, Կաբալայի մութ կողմի կլիպոտի եւ դեմոնական ուժերի սանձում։ Այդ եղջյուրը մոգը չի երկրպագում մութ ուժերին, այլ Սատուրնի օրենքի եւ կապարե կամքի շնորհիվ ստիպում է նրանց ծառայել իրեն։ Երկրային Սոլոմոնյան մոգություն, բարդ ճշգրիտ ծեսեր օգտագործելով մետաղներ, կապար, քարեր, մոմեր եւ հատուկ ժամեր։ Այս ուղին իդեալական է նյութական աշխարհում հարստություն, իշխանություն եւ ազդեցություն ունենալու համար։ Ջերոս մոգական ուղին անդրաստխային ուղի եւ քաոսի մոգություն։ Քաոսի մոգություն ժամանակակից եւ ամենաճկուն ուղություններից մեկը, որտեղ մոգը ստեղծում է իր սեփական համակարգը, ջրոսն օգտագործում է իր մտքի հաճախականությունը, սիգիլներ, մոգական նշաններ, իրականությունը վայրկենական փոխելու համար։ Աստրալ ճամփորդություններ եւ լյուցիդ երազներ, մարմնից դուրս գալու աստղային աշխարհներում ազատ տեղաշարժվելու եւ այնտեղից գաղտնի տեղեկություն բերելու տաղանդ։ Էգրեգորիալ եւ տիեզերական մոգություն, աշխատանքը մարդկային մեծ խմբերի, էներգիաների, էգրեգորների, աստղերի եւ մոլորակային կոդերի հետ։ Ջրոսը կարողանում է կարդալ տիեզերքի տեղեկատվական դաշտը, ակաշայի ժամանակագրությունը։ Ութերի եւ շաբաթ օրվա ծնվածների համար դուք ունեք այդ եղջյուրի ներքին սառնությունը, տոկունությունը ծանր միստիկ պաշտպանական մոգությամբ զբաղվելու համար։ Դուք չեք վախենում խավարից։ Դուք ունեք ջրոսի սուր միտքը, հասկանալու բարդ կաբալիստիկ համակարգը եւ թվերի գաղտնիքները, ինչպես 8 տիեզերական օրենքներ։ Ձեր բնական քարերն են սև բացարձակ պաշտպանության գաղտնիքների
ուրեմն բացական էներգիան թույլ չտալ, որ հասնի ձեզ։ Մուգ կապույտ, ինդիգո, տիեզերական գիտակցության բարձրագույն իմաստություն եւ ջրհոսի օդային էներգիա։ Մուգ մոխրագույն, շագանակագույն, հողի ժայռերի աջեղջյուրի կայունություն եւ ժամանակի ընթացքի գույներ։ Աջեղջյուրի մոգական քարերի երկնային կոշտ պաշտպանություն, սև օնիքս, օբսիդիան, հեմատիտ։ Ջրհոսի մոգական քարերը, ամիթիստ, սև տուրմալին եւ լազուրիտ։ Ինչ տեսակի մոգություն չի կարելի կենդանակերպի այս երկու նշաններին։ Սիրային կախարդանքներ, պրիվառոտ։ Սատուրնը բացարձակ ազնվության եւ ազատ կամքի կողմնակից մոլորակ է։ Ինչու չի կարելի ցանկացած ծես, որը փորձում է բռնանալ դիմացինի կամքին, կոտրել նրա գիտակցությունը կամ կեղծ ցեր առաջացնել, Սատուրնի կողմից դիտվում է որպես տիեզերական հանցագործություն։ Հետևանք, եթե այդ եղջյուրը կամ ջրհոսը փորձեն պրիվառոտ անել, Սատուրնը անմիջապես կխլի նրանց անձնական երջանկությունը, կգցի խորը դեպրեսիայի մեջ եւ կդատապարտի երկարատև մենակությամբ։ Թեթևամիտ արագ հարստանալու խաղային մոգություն։ Ինչու չի կարելի այս նշաններին չի կարելի անել ծեսեր, որոնք ուղղված են հեշտ փողերին, խաղատներին, լոտոներին կամ արագ հարստանալու առանց աշխատանքի։ Սատուրնը չի հանդուրժում անվճար պարգևներ։ Հետևանքը, հեշտ փողերի մոգությունը կառաջացնի հակառակ էֆեկտը, կբերի բացարձակ սնանկացում, պարտքեր եւ ֆինանսական ծանր կորուստներ։ Աջեղջյուրին եւ ջրհոսին չի կարելի աշխատել բացարձակ անվճար եւ չի կարելի աշխատել էժան մոգությամբ։ Աջեղջյուրը եւ ջրհոսը պետք է իմանան իրենց աշխատանքի բարձրագույն արժեքը։ Քաոսային անպատասխանատու սև մոգություն չի կարելի, թեև աջեղջյուրը կարող է աշխատել գլիպոտի խավարի հետ, նա պետք է դա անի միայն պաշտպանության եւ արդարության համար։ Չի կարելի անել անեծքներ կամ վնասակտու ծեսեր հիմնված էգոյի, նախանձի կամ փոքր հոգի վրեժխնդրության վրա։ Հետևանքը, Սատուրնը բումերանգի մոլորակն է, ցանկացած չարիք, որը կուղղվի անմեղ մարդու դեմ, տասնապատիկ ուժով կվերադառնա եւ կհարվածի մոգի առողջությանը, քանի որ ձեր Սատուրնը 6-րդ տուն առողջության տանն է կամ ընտանիքի։ Եվ սա վերաբերվում էր նաեւ ութերին։ Հարգելի ունկնդիրներ, տեսքանը շաբաթ օրվա Սատուրն մոլորակի եւ իր հովանավոր կենդանակերպի եւ իրենց մոգական ուղու մասին եւ այստեղից հետեւություն, որ յուրաքանչյուր անհատ լավ պետք է ստուգի ինքը ինչ մոգությամբ կարող է զբաղվել, իրեն ինչ է կարելի, ինքը որ մոլորակի հովանու ներքո է գտնվում, որ օրերը կարող է անել ծեսեր, որ օրերն են իր ծեսերը թույլ աշխատում, որ օրերը արագ աշխատում, որ օրը ուժեղ աշխատում եւ ինչ բնավորություն պետք է ունենան իրենք, քանի որ մոլորակները հենց այնպես չեն մեզ հովանավորում եւ հենց այնպես չեն պտտվում մեր շուրջը, պետք է լավ ուսումնասիրեն, այստեղից է գալիս մահերը, այստեղից է գալիս խելագարությունը, այստեղից է գալիս ինքնաոչնչացումը, ինքնակործանումը, երբ որ մոգը անգրագետ կերպով այն ուղին, որ իրեն արգելված է, մտնում է հենց հիմնականում այդ ուղու մեջ, վնասելով թե իրեն եւ թե իր հարազատներին։